Պարոն Աղազարյան, երկու առաջին ընթերցման նախագիծերը խառնել հնարավոր չէր, այն մեկը փաթեթ էր, այսինքն հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում, այս մեկը մաքսային օրենսգրքում է, պարզ է, պարոն Թունյան։ Ու ուզում եմ ասել, որ ուրախությամբ եկեք ողջունեք մեր ընդդիմությանը, որտեղ այս երկրորդ հարկային փոփոխությունների նախագիծը, որ վերաբերում էր ոսկերչության ոլորտում հարկային բեռի թեթևացմանը, շնորհակալություն։ Հարման կարգով համեցեք, պարոն Մինասյան, բայց խնդրում եմ քննարկման չվերածել, էլի համեցեք։ Քննարկման չեմ վերածում, արդեն որերորդ անգամ է Բաբկեն Թունյանը իրեն իրավունք է վերապահում դաս տալ։ Պարոն Թունյան, հանգիստ նստեք ձեր տեղը, ձեր քվեարկությունները կատարեք, մենք ունենք հիմնավորումն էլ, եւ այո, ոսկերչության վերաբերյալ այս փոփոխությունը, որ դրական է, դրա համար էլ կողմ ենք քվեարկում։ Հեքիաթներ մի պատմեք։ Որերորդ անգամ։ Խնդրեմ ուղղակի տոնայնությունները զսպեք, էլ եթե բան ունեք ասելու, կարող եք հանգիստ արտահայտվել, ասենք այդ տոնայնությունը փոխել, ինչ որ կոնֆլիկտային դասեր տալ, բան, ասենք, առաջարկում հանգիստ լինել, էլի, հանգիստ։ Զուսպ լինելու կոչ եմ անում, բան։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած բարձրագույն կրթության եւ